Ողջույն ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Մարտի 16-ին 25 թվականին իշխանությունը ՔՊԱ-ները հանդիպելով ընդդիմությանը խիստ արգելեցին ընդդիմությանը, ուրեմն հակառակվել Ադրբեջանին։ Նրանք այդպես էլ ասեցին, որ դուք չեք կարող Ալիևին ինադու հակառակվել Ադրբեջանին։ Եվ պետք է ենթարկվել բոլոր պահանջներին, որոնք որ դրված են Հայաստանի առջև Ադրբեջանի կողմից եւ Ադրբեջանի իշխանության կողմից։ Երկու օր անց մարտի 18-ին 25 թվականին վարչակազմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Հայաստանի իշխանությունը պատրաստակամություն է հայտարարել հանձնել Հայաստանը Ադրբեջանին, ամբողջ Հայաստանը հանձնել Ադրբեջանին, բացել բոլոր սահմանները Ադրբեջանի առջև եւ Ադրբեջանին կանչում են Հայաստան։ Էստի համեցեք, Ադրբեջան, Թուրքիա, էստի համեցեք։ Մենք բոլոր դռները բացում ենք ձեզ համար։ Այսինքն վարչակազմը պատրաստ է հանձնել ամբողջ Հայաստանը Երևանի հետ միասին Ադրբեջանին։ Այս հայտարարությունը մարտի 18-25 թվականին վարչակազմի կողմից արվեց ի պատասխան Ադրբեջանի մարտի 13-ի 25 թվականի իշխանական հայտարարությանը, որտեղ որ Ադրբեջանի իշխանությունը հայտարարեց, որ ամբողջ Հայաստանն ու Երևան քաղաքը խաղաղության պայմանագրի շրջանակներում անցնելու են Ադրբեջանի սուվերենության, այսինքն տիրապետության ներքո տակ Իռլանդիայի օրինակով։ Հիմա ես չեմ հասկանում, Հայաստանում այս հայտարարությունները լսում են, թե չէ։ Դե վարչակազմը լսեց Ադրբեջանի մարտի 13-ի 25 թվականի հայտարարությունը եւ մարտի 18-ի 25 թվականին ուրեմն հաղորդեց իր պատրաստակամությունը ամբողջ Հայաստանը նվիրել Ադրբեջանին եւ այդ հայտարարությունը նրանք տարածել են մարտի 18-ի 25 թվականին։ Ադրբեջանը չի հանգստանում, Ադրբեջանի պետական ԶԼՄ-ները մարտի 13-ին 25 թվականին նույնիսկ հայտարարեցին, որ Փաշինյանին դատելու են Արևմտյան Ադրբեջանի Երևան քաղաքում որպես ռազմական հանցագործ եւ որպես պարզա, որ ազգի թշնամի, հայ ազգի եւ Ադրբեջանի ազգի թշնամի։ Դուրս է գալիս, որ դավաճանները չեն խուսափելու պատասխանատվությունից, երբ Ադրբեջանը մտնի Հայաստան եւ վերցնի Երևան քաղաքը։ Մարզերում հանգիստ են, ոչ մի շարժ չկա, ոչ մի բողոքներ չկան։ Ընդդիմությունը ինչ-որ բողոքի ակցիաներ է անցկացնում Երևան քաղաքում, բայց դրանք անհրաժեշտ են, բայց բավական չեն։ Այս ոչ բազմաթիվ, սակավաթիվ բողոքի ակցիաները իշխանափոխությանը չեն նպաստում, որովհետև Հայաստանում չգիտեն մի պարզ բան, իշխանությունը չի նստում փողոցում, իշխանությունը նստում է պալատում։ Իշխանական պալատում է նստած իշխանությունը եւ իշխանափոխությունը պետք է կատարվի պալատի մեջ, իշխանական պալատի մեջ, ոչ թե փողոցում։ Փողոցը ածանցյալ է։ Փողոցը միայն պետք է լեգիտիմացնի իշխանափոխությունը, որը կատարվում է պալատում, ոչ թե փողոցում։ ԱՄՆ-ի դեսպանատունը ծիծաղում է Հայաստանի այդ բողոքի ակցիաների վրա, որովհետեւ ԱՄՆ-ի դեսպանատունն է տիրապետում իշխանափոխության բոլոր չեքախ տեխնոլոգիաներին, մեթոդաբանությանը, ռազմավարությանը, մարտավարությանը եւ ֆինանսավորմանը, ինչը բացակայ է Հայաստանի իշխանափոխության ընդդիմադիր ուժերի կողմից։ Կամ նաեւ չկա անգամ ցանկություն իշխանափոխություն անելու, քաղաքական բողոքություններ մտցնելու համար անգամ ցանկություններ չկա։ Աչքիս երևում է, որ ընդդիմությունը անգամ ցանկություններ չունի, ոչ ֆինանսավորում ունեն, ոչ սպարտավարություն ունեն, ոչ ռազմավարություն ունեն մշակված, ոչ քաղաք տեխնոլոգիաներին են տիրապետում իշխանությունը փոխելու նպատակով, ոչ մի բանի չեն տիրապետում։
Հայաստանի ընդդիմությունը բավարարում են միայն ինչ-որ սակավաթիվ ակցիաներով Երևան քաղաքում։ Այո, ես ողջունում եմ այդ ակցիաները, ես բան չունեմ ասելու, բայց դրանք բավական չեն, որովհետև դրան պետք է ռազմավարություն մշակել, հետո մարտավարություն, մետաղաբանություն, ֆինանսավորում, իշխանության մեջ փոփոխություն հասկացնելու համար եւ իշխանապողությունը կատարել ոչ թե փողոցում, այլ պալատում։ Նորից եմ կրկնում, իշխանությունը նստած չէ փողոցում, իշխանությունը նստած է պալատում եւ իշխանության փոփոխումը պետք է կատարվի պալատում, շանտաժի միջոցով, օֆշորային շանտաժի միջոցով, բանկային հաշիվների օֆշորային, ուրեմն շանտաժով։ Ինչպես եղել է 14 թվականին Ուկրաինայում, ինչպես եղել է փորձել են Երևանում, Վրաստանում անել, բայց նրանց մոտ չի հաջողվել այդ իշխանափոխության փորձը։ Բայց տեսեք, որ ոչ մի բան չի ստացվում եւ կասկած չկա, որ 26 թվականին Փաշինյանը նորից ընտրվելու, իշխանությունը նորից վեր արտադրվելու եւ Հայաստանը անցնելու է, ամբողջ Հայաստանը անցնելու Ադրբեջանի տիրապետության ներքո։ Շնորհակալություն։